Ժողովուրդ օրաթերթը գրում է. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականացման գործերով վարչության պետի պաշտոնում ցանկանում է նշանակել Կորյուն Սերոբյանին, վերջինս նաև նախկին գլխավոր դատախազ Աղբան Հովսեփյանի գործով մեղադրող դատախազն է։ Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2024-ի դեկտեմբերին կազմել է 1.5%, հայտնում է օրաթերթը։ Ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագման գույքի բռնականացման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի սահմանադրականության հարցով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի խորհրդակցական սենյակում բավականին լուրջ քննարկումներ են։ Ուշագրավն այն է, որ Սահմանադրական դատարանը իր ողջ կազմով չի քննում ապօրինի գույքի բռնականացման մասին օրենքի սահմանադրականության հարցը։ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործի քննության մասնակցությունը անհնարին է համարվել։ Հրապարակ օրաթերթը գրում է. Գյումրու ավագանու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Այդ օրը քաղաքապետի երկու թեկնածու է առաջադրվելու՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով առաջադրված Վարդան Ղուկասյանը եւ ՔՊ-ից Սարիկ Մինասյանը։ Եթե ֆորս-մաժոր չլինի, քաղաքապետ կընտրվի Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. ՔՊԱ-ական կանանց գունդը Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին հարցը։ Օրաթերթի տեղեկություններով Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆիլմն արդեն թարգմանվել է անգլերեն եւ արտադրողներն այժմ բանակցում են Netflix ֆիլմերի համաշխարհային ընկերության հետ նրա ֆիլմացանկում Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի ցուցադրությունն ընդգրկելու համար։ Քննչական կոմիտեի նախագահ Արտուր Պողոսյանը եկած օրվանից կադրային ջարդ է սկսել, որն ակտիվորեն շարունակվում է նաև հիմա։ Վարչությունների բաժինների պետեր են փոխվել քննչական կոմիտեում։ Կոմիտեից փոխանցում են, որ ծագումով սպիտակցի Պողոսյանը բարձր պաշտոնների է նշանակում հատկապես իր համաերկրացիներին, լոռեցիներին, հայտնում է Հրապարակ օրաթերթը։ Երեկ մեկնարկել է ԵՄ փորձագիտական առաքելության երկրորդ այցը Հայաստան, որի նպատակն է ըստ պաշտոնական հաղորդման գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի առաջընթացը։ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, թե հույս ունի, որ կհաջողվի հնարավորինս շուտ ավարտել վիզաների ազատականացման մասին բանակցությունները եւ ստորագրել փաստաթուղթը։ Օրաթերթը պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ վիզաների աջակցման կենտրոնները պարզապես դժոխքի են վերածել մարդկանց կյանքը։ Այս եւ այլ լուրերին կարող եք ծանոթանալ Օրագիր Նյուզ կայքում։